ունենք ոտքերի ցավեր եւ չենք հասկանում որտեղից է խնդիրը։ Իրականում կան կանալներ, ինչպես ասում են մերիդիանները Ստարևելյան մոտեցման, որոնք համապատասխանում են որոշակի ներքին օրգանների աշխատանքին։ Օրինակ, եթե անցկացնեք ահա այսպիսի սեղմող շարժումներ, ազդրի կողային մակերեսով, մինչև ներքև, սա լեղապարկի կանալն է կամ մերիդիանն է եւ հնարավոր է այս հատվածի ցավերը կապված լինեն ձեր լեղապարկի վատ աշխատանքի հետ։ Հաջորդը, եթե ազդրի ներքին մակերեսն է խնդիրը, սեղմումները կատարում եք կենտրոնական մասով ազդրի եւ իջնում եք մինչեւ բութ մատ եւ հնարավոր է այս գծով լինի խնդիրը, դա կապված է լյարդի ֆունկցիոնալ շեղումների հետ։ Հաջորդը, ազդրի վերևի մակերեսից մի փոքր դեպի մեջ։ Այսա մեր իմունիտետի կետն է կամ փայծախի աշխատանքն է կամ արյունաստեղծող օրգանների։ Հաջորդը, եթե հետին մակերեսով եք զգում ցավ գոտկատեղի շրջանով մինչև կրունկ եւ մինչև ճկուտ, նույնպես կապված է մեր կարևոր օրգաններից մեկի երիկամների ֆունկցիոնալ շեղումների հետ։ Հաջորդ խնդիրը դա կարող է լինել ստամոքսի կետը, որը նորից սկսում է ազդրի վերևի մակերեսով եւ իջնում մինչև բութ մատ։ Այսինքն, սիրելիներս, ոտքերի ցավերը կարող են կապված լինել ձեր ներքին ութափոխանակային խնդիրների հետ։ Իհարկե, կան նաև հոդացավերի տիպի խնդիրներ, կոնկրետ սրունքթաթային շրջանում, ծնկերի ներքևում, այդ ծնկերի ներքևը նորից երիկամների հետ է կապված, ինչպես նաև կարող է կապված լինել ձեր կոկորդի աշխատանքի կամ բակտերիալ ֆոնի արտահայտման հետ։ Ինչպես հասկանալ այս բազմազան խնդիրների եւ կապերի միջև, որտեղից է սկսվում հենց ձեր ոտքերի ցավը։ Ահա դիմում եք Aeroflex եւ մենք միասին հաղթահարում ենք այս խնդիրը, հասկանում ենք խնդրեմը եւ ունենք շատ պարզ մեթոդներ, ապարատային ինովացիոն տեխնոլոգիաների ձևով, հատուկ ներդիրների, հատուկ վարժությունների օգնությամբ կարգավորել, տաքացնել այդ կանալները, մաքրել խնդիրները դետոքսային ծրագրերի օգնությամբ եւ վերականգնել ֆունկցիան ողջ օրգանիզմում։ Ազատվենք ոտքերի ցավերից միասին։ Դիմում ենք հենց հիմա, վերցնում ենք հեռախոսը, զանգահարում ու գրանցվում։